Անձրևոտ եղանակն անգամ չի խանգարում թեժ տրամադրությանը, հենց այսպես Ախուրյան համայնքում վերջին զանգը այս տարի ևս իրական տոնի էր վերածվել։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ախուրյանի համայնքապետարանի ջանքերով մեծ շուքով ու առանձնահատուկ ջերմությամբ նշվող վերջին զանգը դարձել է գեղեցիկ ավանդույթ, որին անհամբեր սպասում են ոչ միայն շրջանավարտները, այլև համայնքի բազմաթիվ բնակիչներ ու հյուրեր։ Սա երկրորդ տարին է եւ փորձել ենք ավանդույթ դարձնել, որովհետեւ մեր շրջանավարտներին տոնական տրամադրությամբ ճանապարհենք կյանքի նոր փուլ եւ բոլոր այն տղաներին, ովքեր կհամալրեն հայոց բանակի շարքերը կմաղթեն բարի ծառայություն։ Երեկոյի ընթացքում շրջանավարտներն ու ներկաները վայելեցին հայտնի սիրված ու ճանաչված արտիստների կատարումները, որոնք իսկական տոնական մթնոլորտ ստեղծեցին։ Կազմակերպել ենք համայնքի բոլոր շրջանավարտների համար, մասնակցում են համայնքի բոլոր 34 բնակավայրերի շրջանավարտները եւ փորձել ենք ապահովել տոնական տրամադրություն։ Բարձր երաժշտությունը, հուզիչ պահերն ու անմոռանալի զգացողությունները դարձան այսօրվա լավագույն ուղեկիցները։ Մենք Արևիկ դպրոցի շրջանավարտներն ենք, ուրախ ենք, որ ներկա ենք այս միջոցառմանը, որ համայնքը նման միջոցառում է կազմակերպում շրջանավարտների համար։ Սա շատ լավ հնարավորություն է վերջի զանգը ընկերներիս հետ կիսելու ու այս ընտրված արտիստները իրոք շատ լավն են ու արժեր իրոք կալ։ Նախընտրել ենք բարձր տրամադրություն ստանանք, դա շատ կարևոր է զինակոչիկների համար։ Նույն ինքը ես պետք է գնամ ծառայության հուլիս ամիսին։ Ամենակարևոր լավ տրամադրությունով կեշտանք։ Ժպիտները, ուրախությունը, երգն ու պարավարակեցին բոլորին։ Շատ շնորհակալ ենք լավ կազմակերպելու համար։ Շրջանավարտներն է բարի երգ։ Շատ շնորհակալություն այսպիսի միջոցառում կազմակերպելու համար։ Այս տարի Ախուրյան համայնքում դպրոցական կյանքի կարևոր փուլն ավարտեցին 306-12-րդ եւ 416 9-րդ դասարանի շրջանավարտներ։ Համայնքում վստահ են այս երիտասարդներն իրենց հետ տանելու են ոչ միայն դպրոցական հիշողություններ, այլև այն ջերմությունն ու միասնականության զգացումը, որը եւս մեկ անգամ զգացվեց տոնական օրվա ընթացքում։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշված կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզինալցակայանը, գազալցակայանը կամ դիզելը կամ ուտելիքը, այդ փողերը գնա մախկեր էլի, իրանով ալնում։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ եմ տարել դե, իմիջելոց այդ որասի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է էլի, վախին ասեմ, 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասեմ, այդ որ պետք լինի, ասեմ, կարան գան, որոշում մասնակցան, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնեմ, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ լինի, էլի, մենք էլ այդ ժողովուրդին գոկարտիկով բանի, որ հասնի, ասեմ, երբ ա պետք վերել ստեղ։ Մինչև մի քանի օր առաջ, էլի 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին։ То есть գրուպը գավերը հենց պրազնիկները սկսում է մեկը բան, դրանից այդ պրազնիկների վաղ գա։ Չարսն էլի տոմսերն էլ կատաստրոֆա, չէ։ Աշկից հետ ավտոբուս մտածեք վարձեք դերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում լավ կացել է։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելն են մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ինչ կան 830 հոգի հակալիստեր Ռուսաստանի։
830 հոգի, այդ ֆիրմայում հայ աշխատող կա։ 830-ին, ասում է տնօրենը, իր ազգանունը ռուսական է ջոգեր, բայց ինքը հայ է, իր մերը հայ է։ Սաղ, վաղը չմյուս օր, ամսի 15-ին, ասեց 32 հատ մեքենա, իր ֆիրմա ավտոներ ասել է կլերես, լծվեք Հայաստան, էդի այդ ֆիրմը, իմնը կրասեն ասկում են անում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականon ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար, անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրավված անձանց շրջանակից։ Ռուսաստանն այսօր հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանում Ռուսաստանի համար այնպիսի անակնկալներ են պատրաստում, ինչպիսիք Հիտլերը պատրաստել էր իդեմս Ճապոնիայի։ Նա նշել է, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության է եկել հակառուսական կարգախոսների շնորհիվ, եւ թե նրա հետ պայմանավորվել հնարավոր չէ։ Սիմոնյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանում սով է եւ Հայաստանի քաղաքացիներին հարկավոր է հումանիտար օգնություն, հաց եւ ցորեն ուղարկել, որպիսի նրանք չսնվեն հալուցինագեն սնկերով, քանի որ ըստ նրա միայն նման սնկերի ազդեցության տակ կարելի է քվեարկել ներկա իշխանությունների օգտին։ Նա հավելել է, որ ամաչում է, որ հայկական ազգանուն է կրում։ Սիմոնյանը նաեւ ասել է, թե Ռուսաստանը կարող է դիմանալ առանց Հայաստանի, բայց Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտին ուղղված համաձայնությունը կարող է կայանալ արդեն իսկ մայիսի 25-ին։ Նա ընդգծել է, ԱՄՆ-ն դիվանագիտությանը կտա հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները նախքան այլընտրանքներ ուսումնասիրելը։ Ռուբիոյի խոսքով ԱՄՆ-ն կամ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կամ էլ այդ երկրի հետ կգործի այլ կերպ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, սակայն շտապել պետք չէ։ Նրա խոսքով, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի, ապա դա կլինի լավ եւ պատշաճ գործարք։ Թրամփը շեշտել է, ի տարբերություն 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի, այս նոր փաստաթուղթը երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ ԱՄՆ նախագահը հավելել է, ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա մինչև համաձայնության ձեռքբերումը, վավերացումը եւ ստորագրումը։ Միաժամանակ իրանական Թասնիմ գործակալությունը գրել է, որ չնայած կողմերի միջև համաձայնության հասնելու նշաններին, Թեհրանը պատրաստ է բանակցությունների հնարավոր խափանման եւ գտնվում է մարտական պատրաստության վիճակում։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուսաստանի Բելգորոդի մարզում գիշերն ուկրաինական հրթիռակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Եվս 1 մարդ զոհվել է Բրյանսկի մարզում, կան ավերածություններ։ Անօդաչուների զանգվածային հարվածների է ենթարկվել Յարոսլավլը, կա 1 վիրավոր։ Իսկ ռուսական հարվածներից գիշերը Զապորոժիեում 3 մարդ է վիրավորվել։ Մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել էր 600 անօդաչու թռչող եւ 90 հրթիռ, այդ թվում օրեշնիկ հիպերձայնային հրթիռ։ Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, շուրջ 100-ը վիրավորվել։ Կիևում վնասվել են բազմաթիվ մշակութային եւ պատմական օբյեկտներ, բնակելի տներ եւ կառավարական շենքեր։ Ըստ մայրաքաղաքի իշխանությունների Կիրակի գիշերը հասցված հարվածը վնասված շրջանների թվով ամենաուժգինն է եղել 2022 թվականին հակամարտության մեկնարկից ի վեր։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել ՄԱԿ անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ մարմինների շտաբ նիստ անցկացնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դատապարտել են ռուսական զանգվածային հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան ՌԴ-ում քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի հարձակման։ Ավելի վաղ Լուգանսկի քոլեջներից մեկին ուկրաինական հարվածից առնվազն 21 մարդ էր զոհվել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է իր հնարավոր հրաժարականի մասին։ Նա նաև քննադատել է մայիսի 23-ին Բելգրադում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը, նշելով, որ դրանք հստակ նպատակ չունեն։ Ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել, ցուցարարների եւ իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։
Սերբիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում 2024 թվականի վերջից, այն բանից հետո, երբ Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 16 մարդ զոհվեց։ Վուչիչը երկրորդ ժամկետով նախագահ է վերընտրվել 2022 թվականին։ Նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականին։ Սյուզաննա Չրաղյան։ Գավառ համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել են Սարուխան բնակավայրի Գոքոյան, Քուչակի 1, Քուչակի 2, Քիշոյան եւ Դեմիրճյան փողոցները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 140 միլիոն 500 հազար դրամ։ Հիմնանորոգվել է Սարուխան համայնքի թվով 5 փողոց։ Ընդհանուր 1662 մետր երկարությամբ շուրջ 10300 մետր քառակուսի մակերեսով։ Անձրևաջրերի հեռացման նպատակով տեղադրվել են 30-34, 50-60, B220 եւ LR6 տիպի ջրահեռացման առումներ։ Քուչակի 1 290 մետր եւ Քուչակի 2 220 մետր, Քիչոյան 122 մետր երկարությամբ փողոցներն ասֆալտապատվել են, իսկ 650 մետր երկարությամբ Գոքոյան եւ 370 մետր երկարությամբ Դեմիրճյան փողոցներում կառուցվել են նաև մայթեր եւ արտաքին ջրահեռացման համակարգեր։ Շատ շնորհակալ ենք, լավ ասֆալտապոտած մեքենաներով գնում գալիս ենք, հանգիստ է, մաքուր, ակուրատնի։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է նաև Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի Սայաթ Նովա փողոցը։ 73.5 միլիոն դրամի շրջանակներում 767 գծամետր երկարությամբ փողոցն ասֆալտապատվել է, կառուցվել է նաև արտաքին ջրահեռացման համակարգ։ Տեղադրվել է թվով 202 հատ 30-34 տիպի ջրահեռացման առու, տեղադրվել է 5 սանտիմետր ավազակոպճային շերտ, այնուհետև 15 սանտիմետր հաստությամբ խճային հիմք բիտումի ներծծումով եւ 5 սանտիմետր հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։ Իսկական որակով գործար, ես ամեն օր գնում գալիսի տենում որ մարդիկ նոյակապ գործարեցին, մեր համար շատ շնորհակալ ենք։ Այսքան տարի կապրելի, ես բան չէի տեսել։ Օբրեն արողներն էլ, սակաշիքներն էլ, գոհ շնորհակալ ենք շինարարներից, ինչ ասինք իրան կատարին։ Ճանապարհաշինարարների տեղեկացմամբ հիմնանորոգված փողոցներում առաջիկայում կատարվելու են նաև գծանշման եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։ Ալվարդ Մանուկյան Կարմիր էջեր կանաչ ապագայի համար այս խորագիրն երկրում Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքը աշխարհագրություն առարկայից այն նվիրված էր Տավուշի մարզի Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների պահպանությանը։ Ամիսներ շարունակ դպրոցականները ուսուցչի հետ միասին ուսումնասիրել եւ հետազոտել են Տավուշի մարզի Կարմիր գրքում ընդգրկված բուսական եւ կենդանական աշխարհը։ Նրանք իրականացրել են հարցումներ, հավաքագրել տեղեկություններ եւ այդ ամենի հիման վրա ստեղծել գիրք, որը պատմում է Տավուշի բնաշխարհի եւ դրա պահպանության կարեւորության մասին։ Գիրքը հասանելի է նաեւ on-line տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս ավելի մեծ լսարանին ծանոթանալ կատարված աշխատանքին։ Դուք ձեր շրջապատում կարող եք տեսնել այնպիսի բույսեր եւ կենդանիներ, որոնք չմտածեք էլ, որ Կարմիր գրքում ներառված են, բայց այսօրվա նախագծի արդյունքում մենք կճանաչենք մեր Տավուշի աշխարհի Կարմիր գրքի պատկանող բույսերը եւ կենդանիները։ Ներկայացնենք, թե ինչ ենք հասկանում Իջևանի ֆլորիստական շրջան ասելով։ Իջևանի ֆլորիստական շրջանը բուսաշխարհական տարածք է Հայաստանի մի սահմաններում, որն առանձնանում է իր բուսականությամբ, էներգիայով, ֆլորայով եւ էկոլոգիական պայմաններով։ Այն ընդգրկում է Աղստեր գետի ավազանը եւ հարակից լեռնային տարածքները։ Մենք կատարել ենք նախագծային աշխատանք, թեման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կենդանիների եւ բույսերի Կարմիր գրքի ստեղծումը։ Նախագծի նպատակն է պահպանել գրքում ներկայացված կենդանիների եւ բույսերի տեսակները եւ բարձրացնել հանրության իրազեկվածությունը թեմայի շուրջ։ Մեր պրոդուկտներն են գիրք, որից ունենք մենք նաև էլեկտրոնային տարբերակը, տեղեկատվական գրքույկներ, որոնց ներսում դուք կգտնեք QR կոդ եւ սկանավորելով այն կտեսնեք մեր ամբողջ աշխատանքը։ Եվ ունենք պատրաստած պաստառ եւ մեր բոլոր տեղեկությունները, որը մենք վերցրել ենք Հայաստանի Հանրապետության բույսերի եւ կենդանիների կարմիր գրքերից, որոնք անցանում են պաշտոնական փաստաթղթեր։ Աշակերտները իրենց աշխատանքները ներկայացրին ներկաներին, ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր փոքր ներդրումն ունենալ բնության պահպանման գործում։ Մանկապանում շատ հաճախակի ա լինում այդպիսի համերգներ, միշտ էլ հաճույքով գալիս եմ։
Այսօր ես ներկայանում եմ որպես հանդիսատես, բայց ես նույնպես աշխատել եմ Տիգրան Սուչյանի հետ, նվագելով սաքսոֆոն։ Կարող եմ ասել, որ փորձերը ընթանում էին հետաքրքիր, իհարկե շատ բան եմ իրենից սովորել, թե ջազի ոլորտում, թե հենց որպես գործիք, եւ իհարկե այսօրվա համերգը ընթանալու է միանշանակ հիասքանչ, բոլորս ունենալու ենք լավ ջազային երեկո։ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմում Կապանի եւ Երևանի պատանի երաժիշտներն էին։ Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ երկու Կապանի մշակույթի կենտրոնի եւ Արնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ջազ նվագախմբերի համատեղ համերգը։ Այս համագործակցության սկիզբը դրվել է Կապան ֆեստի ժամանակ 3 տարի առաջ։ Կապան ֆեստի սկսած, նրանք իրար հետ նվագել են, իրար ճանաչել են, սովորել են նոր ստեղծագործություններ, սովորել են ոնց նվագել, սովորել են մի քիչ ավելի պրոֆեսիոնալ ճանապարհ ուղի բռնեն եւ հասունացել է եւ եկավ օրը, որ մտահղացումը երկու ստեկ իհարկե մշակույթի պալատի նախաձեռնությամբ որոշեցինք վերջապես մի համերգ անենք, որովհետև այսքան պարապել, այսքան իրար հետ նվագել, առանձին համերգ չէր եղել։ Նվագախմբի անդամները խոստովանում են, Կապան ֆեստը նոր հնարավորություններ է բացել մասնագիտական աճի համար։ Ժամեր ձգվող փորձերը ոչ թե հոգնեցնում են պատանի երաժիշտներին, այլ միայն հարստացնում նրանց գիտելիքները, ասում են։ Արդեն 2 անգամ Կապան ֆեստի մասնակից եմ եղել, մի քանի գործիք նվագելով ու կարող եմ ասել, որ շատ հաճելի միջավայր է այստեղ, շատ սենց հյուրընկալ են մարդիկ ու շատ ուրախ եմ, որ ընդհանուր մշակույթը ու երաժշտությունը զարգացում է ապրում, որովհետև Հայաստանի համար ամենակարևոր բաներից մեկը դա մշակույթն է ու այդ թվում նաև երաժշտությունը։ Տիգրան Սուչյանի հետ կարելի է ասել աշխատում եմ մոտ 3 տարի ու ես անչափ շնորհակալ եմ Կապան ֆեստիվալին, որ այսպիսի հնարավորություն մեզ համար ստեղծեց, որ սենց հրաշք երաժշտի հետ մենք երիտասարդներով, սկսնակ երաժիշտներով կարողացանք մեր հնարավորությունները ցույց տալ այս աշխարհին ինչ որ ձևերով։ Ջազը սիրում եմ, քանի որ դա ոչ միայն պարզապես երաժշտություն է, այլև ապրելակերպ, ինքը ազատություն է առանց ջազի, ուղղակի իմ կյանքը ես չեմ պատկերացնում, քանի որ դա կենսաբանական անհրաժեշտություն ունի, ինչպես ուտելը, խմելը եւ այլն։ Համերգի ընթացքում նվագախմբերի կատարմամբ հնչեց բազմաոճ երաժշտություն, ջազ, սիմֆոնիկ, Արնո Բաբաջանյան, ինչպես նաեւ հեղինակային ստեղծագործություններ։ Մենք աշխատում ենք, որ ամեն տարի մի նոր ծրագրով հանդես գանք, լավագույն ստեղծագործությունները թողել էլի ծրագրի մեջ, բայց ամեն անգամ թարմացնել ծրագիրը, որովհետև երբ որ մնում ես նույն ծրագրի մեջ, տեղում դոփում ես, իսկ երբ որ տեղում դոփում ես, դու արդեն հետ ես ընկնում, ունես որ միշտ առաջ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Սուչյանի խոսքով հաջորդ համերգը շատ չի ուշանա։ Շուտով Կապան ֆեստի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու սիրված նվագախմբի ելույթները։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը շարունակում է մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների իրականացումը։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 18-ից 22-ն անցկացվել է հերթական դասընթացը։ Ջրային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցում էին փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները։ Հնգորյա դասընթացը ներառում էր տեսական եւ գործնական բաղադրիչների համակցում, ուղղված ջրային միջավայրում որոնողափրկարարական գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։ Դասընթացի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործողությունների կոորդինացմանը, անձնակազմի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տուժածների հայտնաբերման եւ տարհանման ընթացքում կիրառվող ժամանակակից մեթոդներին։ Կատարելագործվել են նաև ջրից դուրս բերված տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործնական հմտությունները։ Նման օրինակ վերապատրաստումները կարևոր նշանակություն ունեն անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, ապահովելով արտակարգ իրավիճակներում ծառայողների արագ, օպերատիվ եւ արդյունավետ արձագանքը։